Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, հուսով եմ, որ բոլորդ լավ եք սիրելիներս, ես էլ ոչինչ կամաց մեր խոսքով, մեր լեզվով ասած դզվում եմ, ինչ եմ որոշել այսօր անել, այսօր որոշեցի առավոտյան իմ աշխատանքը սկսել իմ սենյակից, երբ էր որ պատուհանից լվացել էի, Երբ բոլորը լվացել եմ, ամեն օր չի օրը մեջ եմ մաքրում լվանում, իրիկունն էլ այս կարծիրովը պահարանները լվիվ բանարեցի, մաքրեցի, հիմա մնացել է պատուհանը, այդ պատուհանն էլ ուզում եմ այսօր մաքրեմ, այսօր թորս է հյուր գալու, մեծ աղջիկաս միշտ աղջիկն է գալու Մարինես հյուր, որ մի քիչ էլ նրա հետ զբաղվենք, սուրճ խմենք, մնաք սուրճի ուրիշ բաներ էր, իրան հետ էլ եմ զբաղվելու, ասեցի եսի առավոտ շուտ արանքից հանեմ, դե սիրելիներս գնամ աթոռը բերեմ, որ կարողանամ վերեմ բարձրանամ, սիրելի հետևորդներ, սկսեցինք մեր աշխատանքը, ճիշտ ասած Հունաստանում մենք շորով պատուհան չենք մաքրել, թղթով էինք մաքրում, այնտեղ թուղթն եմ ավելի շատ օգտագործում, հատ փոշիները սրբել, լավ է ցեխոտվել է, ժամանակավոր մաքրել է, չեմ էլ հիշում, այսքան ժամանակ անձրևներ է գալիս, պետք է ցեխոտվի, բա ինչ պետք է արվի, մի հատ էլ շորը լվանանք, ջրում մաքրենք, Սիրելի հետևորդներ ջան, ձեզ չհոգնեցնեմ սիրելիներս, հետո նորից կմիանանք։ Սիրելի հետևորդներ, մի հատ ջրով լավ սրբեցի, մենա ոնց որ մաքուր լինի։ Մի հատ էլ էսա ազաքսովանը, արդեն լավ մաքուր է։
երկու րոպեում արդեն փայլում է։ Սիրելի հետևորդներ ջան, դե որ ցեխը վրից հանում ես, ազաքսնել վրաց մաքրում, պես ինչ փայլ ստացավ, սիրուն փայլում է, մաքուր եղավ, համար մաքրությունից լավ բան, իրիկունն էլ մաքրել եմ ես բանը կարծիրովս, պահարաններն եմ մաքրել, մեջերն եմ մաքրել, դասավորել, սենց, սուր եկավ ես էլ, սենց մաքրել եմ, սաղ, ես բանը, ես կարծիրովս, մատերիալից հա թե ինչից հա, ստեղել եմ, ես տրիմոսել եմ մաքրել, մատերիալից հա թե ինչից հա, ինքն իրան կեղտոտվում է, ոնց որ ձեռով սաղ, ձեռի բռնա ստեղել լինի, սիրելի հետևորդներ, դե սիրելիներս, քանդիպենք քիչնած, ուրեմն սիրելի հետևորդներ ջան, պատուհաններս մաքրեցի, վերջացրեցի, էտա սպասեցի, որ թորնուհիս գա, թորնուհիս եկավ, զրուցեցինք, խոսեցինք, բայց մի կարևոր բան շատ մոռացա, որ անեմ, հիմա կպատմեմ դրա մասին, սուրճը տնեմ սուրճ, խմեմ դուք էլ սուրճ տրեք սիրելի հետևորդներ, ես երկրորդ անգամ եմ սուրճ տնում, թորնուհուս գնալուց հետո եմ տնում, դեց այլի, որ մարդ մեծանում է, մոռանում է, տանջահելներ մեծից է մոռացվում, որ հիշացնում, սպասենք, սուրճս լինի, սիրելի հետևորդներ, մեր սուրճն էլ արդեն պատրաստ է, ասեմ, որ այսօր երկրորդ անգամն եմ սուրճ տում, ուրեմն այսօր իմ թորս եկավ, ասացի պտի գար, չէ, պտի գար, ես իմ դիտորդներից Մարինեն, իր աստուն գնալ գար ունեմ, ինքը հյուրասիրեց և թութ, և ծիրան, ասեց կտանես, կտնես սրճից սեղանի, ասեք քաղցրավենիքի հետ, ասեց, որ Մարինեն հյուրասիրել, շնորհակալություն Մարինե ջան, շատ շնորհքով, շատ լավ կինն է, ոնց ասեմ, կարճ ժամանակում ծանոթացել ենք, ոնց որ քրոջ նման լինենք, ես տենց եմ ընդունում, ինքն էլ նույնպես ընդունում, շատ լավ աղջիկ է։ Հիմա եկավ թորս, մի քիչ սիտուացիան նորմալ չէր, էլի խառը բաներ կար, գիտեք, որ խառը խոսակցությունների մեջ եմ մտնում, արդեն մոռանում եմ։ Ես էլ մոռացա սրա համար, հարսս էլ մոռացա, թորներս էլ սաղ տոնը մոռացակ սրա մասին։ Գնացել, մի րոպե հեռախոսս զանգում է։ Եսա 10 րոպեից քիչ։ Սա հարևանուհիս է, համ հարևանուհի է, համ էլ քավոր սանենք սրճի է կանչում։ Ասացի 10 րոպե համբերի ոչինչ, ստեղ կխմենք, համ ընդեղ կխմենք։ Վերջը պատմությունը տենց եղավ, որ խեղճ թորս գնաց, էլ պահել եմ ասով կհամտեսեն էլի։ Հետո իմացանք, որ մոռացել ենք։ Հիմա մոռացել ենք, նոր թորս հետ եմ խոսում, արում ենք ասում կհամտեսենք, թե կմնա իրիկուներ կան, իրանք կհամտեսեն։ Առանց շաքարի եմ դրել, թե գիտեմ, որ կարամելով պետք է խմեմ։ Առանց շաքարի
լավ է, ոնց որ թե հարմարվում է մարդը։ Իսկ հետևորդներ ճար կամաց ոնց որ լավանում են, հազս էլ ատսվում, մենակ ոնում է մի քիչ կոկորտս։ Սել հետևորդներ, չմոռանամ հիշացնել, ովքեր առաջին անգամն են դիտում իմ ալիքը, խնդրում եմ բաժանորդագրվել, լայքել, չմոռանալ զանգակ կոճակը սիրելիներս, եթե գրվեք ձեր մեկնաբանություններում, ինչպես ցանկանում եք, սրտիկներ դրեք, եթե ցանկանում եք, չեք ցանկանում, դուք գիտեք սիրելիներս, ես ձեզ բոլորից շատ սիրում եմ, շատ հարգում եմ սիրելիներս, դուք եք, որ ձեզանով պետք է ես առաջ գնամ, դուք ինձ ոգեշնչում եք, ինչ ասեմ, ուրիշ լավ բաները էդ էլ, որ բոլորից սիրում եմ։ Հաստատ գիտեմ, որ իմ հետևորդներից մի երկու հոգի այս ժամին ինձ է սուրճ են խմում, սիրում բաժակով։ Հարևանույս կամ չեմ ռազում։ Մատ ես տիրանից են համ տեսենք, տնակ լայսոր ես ինչ տեսակի ծիրանը։ Պալվեց։ Սելի հետևորդներ, են համոտ չունեի, ճիշտ է ինքը հասած է, բայց են համոտ չունի, որ են քաղցր ծիրանը չի։ Ոնց որ եփված լինի։ Կներեք, որ սենց կերա, երիվ սա խալաձերնի կուրբան պահած ա եղել, հանել եմ, իհկե թթից դնեմ, թութը իզ թվում ա իզ տարվա յա, ադե իզ տարվա ենքան անձրևներ եկա որտից համով թութելնի, ճիշտ ասած սիրելի հետևորդներ, անցյալ տարի և սև թութ եմ բանադրել, ծացախցիկ ու պահել, են կապրոնի ամանների մեջ, անենց մնաց, քաղցր, սկի այդքան չեր էլ սարել, են մնացածը սարել էին, բայց դա չէ, սենց կարա վերցնեիր ուտեիր, սպիտակը չէ, սև թութ։ Խորհուրդ եմ տալիս, եթե ծառ ունեք, եթե ասենք առնում եք, եթե լավն ընտիրա, կարակ պահեք, փորձեք, տեսեք, շատ ընտիրա մնում, զմերվա կեսին, որ հանում ես, թութն էլ համտեսեցին, գապրի մեր մարին է, շնորհակալություն շատ, այդպես հետևորդ են ունենում, սիրելիներս, դե ես վռազում եմ սիրելիներս, այսօր ոչ մի ճաշ չպատրաստեցինք, մաքրություն արեցի և սուրճ խմեցինք միասին, այսօր էլ թող այսպես ապրի սիրելիներս, սյանը վերջացնում եմ իմ հոլովակը, սիրելիներս, դե չմոռանաք բաժանորդագրվել, լայքել, կիսվել ձեր մեկնաբանություններով սիրելիներս, բոլորի շատ սիրում եմ, կհանդիպենք հաջորդ հոլովակի։